Իրանում հայ պատվիրակներին ու Թեհրան ժամանած լրագրողներին ընդունել է Սաադի հիմնադրամի նախագահ, Մեջլիսի նախկին նախագահ Հադադ Ադելը, որի փեսան Իրանի Իսլամական Հանրապետության նոր հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին է։ Մուրադյան ֆարսի համբախորդային։ Իրանում սկսած պատերազմի հետևանքով զոհվել էր նաև Հադադ Ադելի աղջիկը, որ Այաթոլլահ Խամենեի հարսն ու հոգևոր նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեի կինն է։ Մենք սգում ենք մեր հոգևոր առաջնորդի եւ նրա ընտանիքի նահատակությունը։ Հադադ Ադելը հանդիպմանն անդրադարձել է հայ-իրանական հարաբերություններին, նշել սև էջեր պատմության մեջ չունեն։ Նա կարևորել է հյուսիս-հարավ ճանապարհի բացումը։ ABC մեդիայի թրիփի կարևորության եւ հայ-իրանական հարաբերությունների վրա դրա ազդեցության մասին հարցին ի պատասխան Հադադ Ադելը ասել է. պետք չէ հավատալ Միացյալ Նահանգների խոստումներին։ ՀՀ-ի իշխանությունները մեզ վստահեցրել են, որ այդ պրոյեկտը մեր շահերի դեմ չէ, հուսանք այդպես է, բայց խորհուրդ ենք տալիս հայ ժողովրդին եւ իշխանությանը չխաբվել ԱՄՆ-ի խոստումներին։ Տեսակ ինչ պատահեց արաբական պետությունների հետ պատերազմի ընթացքում, պետք է դաս քաղել։ Ամերիկացիները մեր հարևան երկրներում, երբ ներկա են լինում, իրենց հիմնական նպատակը Իրանին հարվածելն է, նա վնասում է այդ երկրներին, հուսանք նմանատիպ բան մեր երկրի հետ չի կատարվի։ Հադադ Ադելի հետ հանդիպմանը Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ալտերնատիվ ճանապարհ ունենալու առաջարկ է արել։ Հայաստանի եւ Իրանի միջև պետք է կառուցվի ուղիղ երկաթուղի, որը թույլ կտա Հայաստանին մի կողմից ստանալ ազատություն այն ճնշումներից, որոնք կարող են իրագործվել Ադրբեջանի կողմից եւ Թուրքիայի կողմից, եթե իրականացվում է այս պրոյեկտը, եւ մյուս կողմից պահել Հայաստանին հեռու այն աշխարհաքաղաքական ցնցումներից, որոնք կարող են լինել, եթե այս միակողմանի պրոյեկտը իրականացվի։ Հանդիպմանը Հադադ Ադելը անդրադարձել է Իրան-Միացյալ Նահանգներ բանակցություններին, ասել, որ այն չափազանց անվստահության մթնոլորտում է անցնում։ Մեր բանակցությունները չափազանց անվստահելի մթնոլորտում են անցնում։ Մենք պատրաստ ենք պաշտպանել Իրանի ժողովրդի իրավունքները եւ պատրաստ ենք անգամ նորից պատերազմի մեջ մտնել, եթե նրանք դուրս գան բանակցության տրամաբանությունից։ Հադադ Ադելի խոսքով աշխարհում զորությունն ու ուժը խնդրի ձեռքն է ընկել։ Միջազգային իրավունքի բազմաթիվ խախտումներ են եղել հենց այդ պատճառով։ Նրա խոսքով լավատես են ապագայի նկատմամբ։ Նշել է նաև չկա այլ ուղի, քան դիմադրելն ու պայքարելը։ Հանդիպմանը ներկա էր նաև Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։ Նա հրավիրել է Հադադ Ադելին Սիսիանում նախատեսված Իրան-Հայաստան փառատոնին։ Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Իրանի նախկին հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի հետ զոհվել է նաև նրա հարսն ու թոռնիկը։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media, Թեհրան։